Բարեձեզ, Vivi Talks, Վարդան Վարդանյան, այսօր ուզում եմ խոսեմ այս ինչ է կատարվում Կալիֆորնիայում հատկապես Լոս Անջելեսում Immigration Enforcement ես Trump-ի effort-ները իհարկե արտաքինից ներկայացվում է որպես port illegal immigrantներին ձերբակալելու եւ երկրից վռնդելու եւ իբրև թե ինչպես երևում է դրա դեմ խանգարում են, այսինքն մարդիկ վարձացել են իբրև Թրամփի ասելով ապստամություն կա, հա, իրականում այդպես չի, եթե նայում եք որոշ ասենք քաղաքի շրջաններում, որտեղ ասենք գնում են ինչ որ տնից որևէ մեկին երկուսին ձերբակալելու, այնտեղ կարող է իր ընտանիքի անդամները կամ հարևաններով դուրս են գալիս խանգարում են, գոռում կաչում են, քաշքշում են էսեն անում, դրան պատասխանում են ուրեմն ձերբակալողները իրանց ձևով, դա մեծանում ավելի մեծանում է Թրամփը ներգրավել է իմիգրացիայի հետ կապ ունեցող ուրիշ օրինապահ մարմիններ, FBI, ATF եւ այլն, նրանք էլ են գալիս խառնվում այդ գործին ու սկսում է մեծանալ էսի։ Դե այս այնքան սկսեց մեծանալ, հերոստատուսի վրա շատ ավելի լավ է երևում, ավելի ճոխ է երևում, ես այսպես ասեմ, թվերի իմաստով բոլորովին այդքան հսկայական թվեր չեն խոսում, բայց դա առիթ հանդիսացավ, որ Թրամփը National Guard-ը, that California, ամեն նահանգիր National Guard-ը ունի, ուրեմն California National Guard-ից 2000 զինվոր ֆեդերալիզացնի։ National Guard-ը դրանք part-time մարդիկ են, որոնք ոնց ասում են մշտական զինվորական չեն, իրենք գործ ունեն, աշխատում են որտեղ, ամիսը մի անգամ գնում են training են անում 2 օրով մի շաբաթ կիրակի, հետո տարվա մեջ եւս 2 շաբաթ տենց, այդ ռեզերվների նման մի բան է, բայց այդ է հիմնականում իրենց, բայց զինվորական է, որ քեզ հրամանը գալիս է, պիտի գնաս այդ րոպեին ծառայես, հա։ Ուրեմն սրանց կանչել է եւ դրելա ֆեդերալ, այսինքն պրեզիդենտի հրամանատարության տակ են դեպքում, երբ որ սովորաբար լինում է նահանգապետի հրամանատարության տակ, ոչ թե պրեզիդենտի։ Սա անելու համար դա ընդհանրապես էս Title 10 օրենքի 10-րդ հոդվածն է այս հարցերը կառավարում եւ որը ասում է որ National Guard-ը չի կարող նախ եւ առաջ ենթարկվի պրեզիդենտին կամ առանց հատուկ դեպքը որն է, եթե երկրի վրա հարձակում կա դրսից եւ պետքա բոլոր զինվորական ուժերը ոտքի կանգնեցնես, հա գործածես, մեկը դա է, մյուսը այնա որ դե հետ չկա այդ դեպքը, ոչ ոք չի հարձակվել, մյուսը այնա որ մեծ ապստամության դեպքում, ասենք, թե այդպես եղել է օրինակ համար քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ որ օրինակ ես իմ ամբողջ Ամերիկայի կես ուզում էր անջատվել, բունտեր գնում պատերազմներ սկսել եւ այլ, այն դեպքում այո պրեզիդենտը կանչել էր, ասենք որոշ այն նահանգները, որտեղ չէին բաժանվել, այդ նահանգների National Guard-ը մասնակցելու այդ պատերազմին։ Դու եթե դրանից հետո մի քանի այդպիսի դեպքեր են եղել, այնտեղ President Eisenhower-ը 50 թվականին, 7 թվականին թե ինչ, օրինակ սև երեխաներին, որ ինտեգրացիա էր եղել, այսինքն առաջ սև երեխաները, ասենք սպիտակների հետ նույն դպրոց չէին կարող գնային եւ այլ բան, հատկապես հարավում ցած բաներ կար, segregation էր կոչվում այս բանը, որպեսզի ստիպի որ թույլ տան, այնտեղ նահանգապետը չէր թույլ տալիս Ալաբամայում, ստիպված եղավ National Guard-ին բերի մի քանի 100 հոգի, որ այդ երեխաներին ուղեկցեն դեպի դպրոց, իրենց ոչ ոք չկպնի մի քանի անգամ այս հետ առաջերեցին։ Այս բաներ եղել են դեպքեր, բայց ոչ թե ինչ որ այն էլ ինչու համար, որտեղ ամբողջ նահանգը չէր ուզում օրենքը պահեր, օրենքը կիրառեր եւ երեխաներին, ասենք, չէին թույլ տալիս, այնպես բաներ գոյություն ունեն, չէին կարող, սևերը չէին կարող նույն ռեստորանը մուտեն ինչ-որ նույն սրահում, նույն սպասասրահում լինեն, որտեղ գնացքի կայարանում կամ ինչ-որ տեղ, խոսքով հիմարությունների մի ամբողջ շարք կար։ Եվ խոսքով այս բաներ եղել, բայց ոչ թե sense դեպքում եւ խոսքով սա այդ օրենքի խախտումը իրանից ներկայացնում, քանի որ այդ պատճառը, որ Թրամփը բերում է, որ ստեղի պրետ մեծ ապստամություն կա, որը
տեղական ուժերը ոստիկանությունը LAPD-ին ոչ մի ձևի առանց սրա չի կարող handle անի, դա սուտ է, հա, եւ բոլորն էլ ասում են մենք կարող ենք, thank you, մեզ մի պետք չունենք այս բանը դու բերես, նա ասում է դուք չեք իմանում։ Ուրիշ բան կա, ավելի վատ, Թրամփը որոշեց, որ Camp Pendleton-ից San Diego-ի մրիներ բերի, մոտավորապես 700 հոգի մասն ենք խոսում, 5-700, մի ամբողջ գումարտակ համարյա, որ իբրեպ դրանք էլ մեծ բաների ինչ-որ խառնակությունների ժամանակ պիտի անցնեն գործի, եկել են LA-ում ինչ-որ կանգնած են այնտեղ, բազա կա, դա էլ իր հերթին օրենքի խախտում, դա էլ ուրիշ օրենքի խախտում է, այս էլ օրենք գոյություն ունի, այս էլ 1880 թվականի Փասի կոմիտետի օրենք գոյություն ունի, որ Փասին էլ ասեմ, իդեպ ասեմ, որ այդ կինոներում տեսել եք, չէ, ինչ որ շերիֆը, ինչ որ ավազակների հետևից ընկնելու համար մարդիկ պետք ունի, ու ասում է, ես փասի պետք այնինը փասի բան հավաքում է, այսինքն մարդկանց, որոնք պիտի գան շերիֆին օգնեն եւ կատարեն այդ օրինապահական այդ ֆունկցիան, այդ գործի համար շատ սպეციფიկ, այդ տեղից է գալիս բայդը, ասեմ, այդ փասի բառը, այդ փասի կոմիտետի օրենքի հիման վրա է գալիս, որը իդեպ անգլայում են գործածում։ Այդ օրենքին չի ասում, որ դու չես կարող զինվորականներին գործածես օրինապահ գործի համար, չես կարող հենց այնպես մարդկանց հավաքես ուղարկես ինչ-որ բան անելու համար, դա հարավն էր անցկացրել քաղաքացիական պատերազմից հետո, մի պատմական բաները, որ տալիս եմ կներեք, եթե ձեզ չի հետաքրում, բայց այն նրա համար, որ կենտրոնական կառավարությունը չգա եւ իր հասկացողությունը օրենքի, հա, կիրառի իրենց գլխին։ Ասում եմ դու մեր մարդկանց չես կարող հավաքագրես եւ գործածես մեր դեմ։ Զինվորականներ չես կարող բերել գործածել օրենքի ֆունկցիաներ կատարելու համար։ Այս երկու օրենքներով էլ դա արգելված բան է եւ այդ պատճառները, որ Թրամփը այսօր դրությամբ բերում է, դա մի քիչ ինձ է, այդպես չի իրականության մեջ։ Բայց համենայնդեպս, դա էլ այդպես է։ Բայց ինչու է անում, նորից եմ ասում, անում է սա, որովհետև այս րոպեին իրան պետք է, որ ինքը ինչ-որ բանի մեջ իր հետևորդների, ասենք տրամպիստների մոտ լավ երևա, եւ որովհետև տարիֆների հարցում իրան բոլորովին չեն գովում, որովհետև գները բարձրացան, իսկ տարիֆները, ինչպես արդեն ասել եմ, դրանք տուրքերի ձև են, միայն մի տարբերությամբ, որ Թուրքիի համար պետք է կոնգրեսը համաձայնվի, հա, քո ներկայացուցիչները կոնգրեսում պիտի քվեարկեն դրա համար, եւ ընդհանրապես տարիֆների համար էլ պիտի քննարկեին, բայց երկու օրենք կա, որ արդեն ասել եմ նախորդ վիդեոյում տարիֆների մասին, թույլ էին տվել որոշ դեպքերում, որ պրեզիդենտը կարողանա բարձրացնել տարիֆները ինչ որ սպეციფიկ ապրանքների վրա, սպеციფիկ երկրի դեմ, ինչ որ ապօրինի իրենց բարձրացրած տարիֆների դեմ ի պատասխան եւ այլն։ Այդպիսի բան չի եղել, ինքը աշխարհի վրա բարձրացրեց տարիֆները, չգիտեմ, Հայաստանի ինչ էր արել իրան, որ Հայաստանի վրա տարիֆները բարձրացրեց, ասենք, չես կարող բոլոր ապրանքների վրա անել։ Նետե մեկ ինչ որ սխալ բան անում պողպատի ներմուծող պողպատի հարցում, ասենք թե արհեստական գների իջացնում են եւ այլն, պողպատի վրա բարձրացում, ոչ թե ամեն ապրանքի վրա որ գալիս է այդ երկրից, կամ գոնե մի երկրի վրա, ոչ շամամբողջ բոլորի վրա, հա։ Մի խոսքով այդտեղից ինքը շատ պոպուլար չեղավ, հենց իր հետևորդ աղքատներ մարդիկ շատ կան այդպեսի, որոնք դժգոհ էին, փաստորեն իրենք են վճարում։ Գիտեք, հարուստի համար շատ տարբերություն չի անում, էլի 10% ապրանքի վրա ավել վճարելը, բայց աղքատի վրա շատ հսկայական բան է դառնում, հատկապես իր ամեն օրվա գործածելիքի վրա, հագուստի վրա, ուտելիքի վրա, ինչ բան ամեն ինչի վրա, իր համար ավելի կարևոր է։ Մյուս հարցում այդ Medicaid-ի հարցում, հա, այս նոր օրենքի մեջ Medicaid-ը պիտի կտրի, դա մի տեղից փողը կտրես, որ այն մյուս տեղերը փակես։ Եվ էլի ով էր օգտվում, էլի աղքատներն են դրանից Medicaid-ից օգտվում, հարուստների մասին չի, ով պիտի բողոքի, իր միլիարդատեր ընկերները պիտի բողոքեն, որ ինչու աղքատների բժշկական օգնության փողերը կտրում ես, հա։ Էլի նայդեից գոհ չէին իրանից այդ իմաստով, ինչի պիտի գոհ լինեն, ասում եթե վատ ես ապրում, մեղադրի էմիգրանտներին, հին պատմություն է իհարկե, այդ մի հարցում իրանք բոլորը համաձայն են, ես չեմ ասում, որ այնտեղ ապօրինի իմիգրացիան մեծ խնդիր չի, հակառակը շատ մեծ խնդիր է, պետք է մի բան արվեր,
եւ ճիշտ պետք է ճիշտ ցանես այդպես բաները չես կարող օրենքը խախտես որպեսզի օրենք ուրիշի խախտած օրենքը ասում են դրա դեմ առնես դու ինքդ օրենքով պիտի անես այս երկար պատմությունը կարճացնեմ դրա համար է քաղաքական նպատակով է արում հիմա իհարկե դրա դեմ Կալիֆոռնիայի դահանգապետ Գևին Նյուսոմը ասում է ես չեմ հրավիրել, այդ էլ պայմաններից մեկն էր, որ պետք է քեզ հրավիրեն ասեն հա համաձայն եմ որ գործածես մեր National Guard-ը եւ այլն, էլի ասացի որոշ դեպքերում պետք չի դա, բայց ընդհանրապես պետք է դրա համար պետք է պատճառաբանություն ունի ինչու առանց համաձայնության պես nationalization անում կամ federalization անում National Guard-ին եւ So առանց Նյուսոմի Գավին թույլտվության է անում, նրան դատի է տվել, որ դու այստեղ բռնապետություն ես սարքել քո գլխին բաներ ես անում, ինչի իրավունք ունես գրավես, ես մեր բանը ամենայն դեպս այս վիճակում ենք գտնվում տեսնենք ուր է գնալու իր ասած բացատրությունը նա որ դուք չեք օգնում ինձ բռնել այս բաներին illegal-ներին դա ճիշտ է ինչու համար որտեվ Կալիֆոռնիան հատկապես Լոս Անջելեսը Սան Ֆրանցիսկոն sanctuary city-ներ են բայց ոչ բոլոր Կալիֆոռնիան դա ասեմ ամեն Կալիֆոռնիան նույնը չի բայց sanctuary city-ն էլ մենա որ մենք փախստական ապաստարան քաղաք ենք այսինքն մենք չենք օգնում ֆեդերալներին իմիգրացիոն հարցերով ուզում ես գնաս բռնես, գնա բռնի, բայց չսպասես, որ ես եկամ իմ ոստիկանները օգնեն, ոստիկաններին արգելված է նույնիսկ օգնել ICE-ին, այսինքն Immigration Customs Enforcement-ին, որևէ ձևով օգտակար լինել, and 287G ծրագրամը որ կա որ բացատրում էի, ամեն տեղ կար, բացի այնտեղ արգելված է Լոս Անջելեսում, այսինքն մեկը ապօրինի իմիգրանտը, եթե բան տա անգել հանցանքի համար ծրագիրի կարող է հանցանքը իրեն ասեն մեղքը քավելուց հետո գնար բան, չէ, իմիգրացիոնին հանձնվեր այնտեղ արգելված է այդ անել, դե որ արգելված է, ես էլ գալիս եմ ստիպված տներից պետք է բռնեմ, քաշեմ, հանեմ, ոչ թե բանտերից սիրուն civil ձևով վերցնեմ, այդքան մարդ չունեմ, բերում եմ այնտեղ խառնում եմ ուրիշներին, վատ պատկեր է ստեղծվում, դու էլ չես օգնում ինձ, դե ես էլ այդ մարդկանց բողոք ընտանիքի անդամներ են, հարևաններ են, ովքեր են, որ ցույցեր են անում, ինչ են անում, դրանց կառավարելու համար պետք է բերեմ National Guard-ին։ Ամենապրոբլեմատիկ բաներից մեկն է, որ դու ցույցեր են անում, հայերն են ցույցեր են անում, դրանց պետք է բերել ինչ-որ մրիներին բերեիր ծովային հետևակը Սան Դիեգոյից, չէ, ընդհանրապես ցուցարարների դեմ կան ոստիկանություն կա, ես չգիտեմ, նահանգային highway patrol կա, չիպը կա, վերջապես այդ National Guard-ը հենց նահանգապետը կարող է հանի։ Հայերը որ freeway-ը փակել էին, ասենք թե Կալիֆոռնիային, ինչ է դրա համար պետք էր ֆեդերալ գարմենտը գար։ Նույն բանը այստեղ շատ ավելի քիչ մարդ էր դուրս եկել, բայց իրեն պետք էր որպեսզի այստեղ թեժացնի, նորից եմ ասում ուշադրությունը շեղելու եւ բոլորի ուշադրությունը դնելու այս բանի վրա, այս խնդրի վրա, իբրև թե ինքը իմիգրացիոն խնդիրները պետք է լուծի, այս բաները պետք է անի եւ Peace Կալիֆոռնիան եւ Peace լիբերալները Կալիֆոռնիայի չեն իրեն օգնում այս հարցում։ Ինչու՞ որտեղ ընտրություններ են գալիս հիմա եւ կոնգրեսում եւ իհարկե Կալիֆոռնիայում էլ երկուսն էլ այս բանը կգործակոն շահագործեն այս խնդիրը իրենց նպատակների համար ցավոք սրտի այսպես է մեջ ու խեղճ մարդիկ են դժվում բայց քաղաքական գործիչները այսպես են անում այսպես անում այսօր այսքան ուզում եի կարճ մի հատ update անել թե ուր է գնում այս օրենքի տեսակետից ուր են գնում բայց իրականության մեջ այնպես վատ չի ինչպես թվում է հերոստացուցով երբ որ նայում ես այս խնդիրներին ես էլ ասեմ պարզապես այս օրենքները պետք է չխախտվեն սա շատ վատ բան կլինի եթե վաղ այսօր սրա դեմ են հանում վաղ այսօր հայերի դեմ հանեն որտեղ ցույց են անում կամ չգիտեմ ուրիշ որևէ փոքրամասնության դեպքում հանգարց մեկը Վաշինգտոնին դուրս չի գալիս որոշի որ դրանց դեմ պիտի բանակ բերի կամ մրիներին բերի կամ ինչ որ բան անի դա ճիշտ բան չի Ես էլ այսքան խնդրում եմ ինչպես ինձ հիշեցնում են նորից բաժանորդագրվեք եւ լայքերը դրեք որպեսզի այս վիդեոն շարժվի ընդհանրապես բաժանորդագրվեք subscribe and like it
Ասում են Վարդան Վարդանյան Vivi Talks միջով հաջորդ հանդիպում